Ինձ թվում էր իմ ատելյեի տեղն էլ չգիտես։ Խոսալու բան կա։ Դուրս գանք։ Չէ, ինչի։ Դե, չգիտեմ, ասացիր խոսալու բան կա, դրա համար եմ ասում։ Ստեղ կխոսանք։ Լավ, ոնց ասես։ Մեկա մենակ ես, չէ։ Նարե։ Մենակ ես, չէ։ Հա, վրա, մենակ եմ ու հետ պիտի լինեմ։ Մենք իրար հետ քիչ ենք խոսում։ Ու կարելի է ասել չենք էլ խոսում։ Բայց այս այն թեմանա, որ ես պետքա քեզ հարցնեմ ու դու պետքա մանրամասն ու ճիշտ պատմես ինձ։ Ինչի մասին ես խոսում։ Քո ու Արմոյի։ Ուզում ես արի ամեն դեպքում դուրս գանք, համ կքայլենք, համ կխոսենք։ Կանգնած էլ կլսեմ։ Նեղացրել ա քեզ։ Ով։ Արմոնն արե, Արմոյի մասին է խոսքը։ Չեմ հասկանում, չես լսում ինչ եմ խոսում։ Չէ, լսում եմ ինչ ես խոսում, ուղղակի չեմ հասկանում Արմոն ինչի պիտի ինձ նեղացնի։ Բայց այդ դեպքում ինչի եք բաժանվել։ Ինչ ենք արել։ Հիմա ինչ հարց տամ, դու էլ ես հարց տալուն արե։ Ես գիտեմ, դուք հանդիպում էիք։ Իրար հետ լավ ժամանակ էիք անցկացնում ու հիմա էլ չես ուզում հանդիպեք։ Պատճառը որն է, մի բան պիտի լինի, չէ։ Վրամ, ես ու Արման երբեք չենք հանդիպել։ Ձեռ ես առնում։ Բացարձակ։ Նարե, քեզ տուն էր բերում դասից, իրար հետ ժամանակ էիք անցկացնում։ Արմոն եկել մեզ տեսել ա Նարե։ Պապան իր համաձայնությունը տվել է ու ունեցա, որ ես էլ դեմ չեմ։ Վրամ, նախ պետք էր ինձ հարցնել։ Հա, չնայած մոռացել էի, դու իմ հետ չէիր խոսում, չէ՞։ Նարե, այդ տղեն պատրաստվում էր ամուսնանալ քո հետ։ Վրամ, իմ ու Արմոյի մեջ երբեք ոչ մի բան չի եղել։ Հա, երբեմն եկել է ինձ դասից տուն ա բերել։ Կամ ինչ-որ տեղում եմ եղել, ուղեկցել է ինձ տուն։ Ինքը մեր տանն ա եղել, որովհետև Արմոնն է, որովհետև քո ընկերն ա։ Չեմ թաքցնի, ես իմացել եմ, որ ինքը ինչ-որ զգացմունքներ ունի իմ հանդեպ։ Բայց մեր մեջ ոչինչ չի եղել ու չի լինելու։ Նարե, Արմոն ասում է, որ հանդիպել եք, դու հիմա լրիվ հակառակն ես ասում, ոնց կարա տենց բան լինի։ Ես հիմա որ ստեղից դուրս եկա Արմոյին եմ տեսնելու ու այդ խոսակցությունը կարա շատ վատ վերջանա։ Նենց որ մի հատ լավ մտածի ու նոր պատասխանին արե։ Հանդիպել եք, թե չէ։ Վրամ, լավ, ես քեզ ոնց բացատրեմ, որ դու ինձ հասկանաս։ Էս քո համար խաղու պարչին արե։ Ու հեչ նորմալ չի, որ հիմա կամ դու ես խափում, կամ Արմոնը խափում։ Ես էլ պապան էլ վստահ ենք եղել, որ դուք հանդիպում եք, շաբաթվա 4 օրը հետևիցդ էր գալիս։ Ինքը այդ ժամանակ մեր համալսարանի մոտ էր աշխատում։ Ու ինքն էր առաջարկել, որ ինձ տուն հասցնի։ Ու դրա համար եկել ա մեզ ասելա, որ Նարեի հետ հանդիպում ենք ու պիտի գանք նշանենք, հա։ Որովհետև մեր ընտանիքում մի հատ թերություն կա։ Մենք չենք սիրում իրար հետ խոսել։ Ես չգիտեմ ինքը ինչի համար է խաբել, որ մենք հարաբերություններ ենք ունեցել։ Այսքան բան։ Այսքան բան վրամ։ Սոնան հայտնվեց։ Պարզվում է աղբորը թեթ չէր։ Ալո։ Հայք, ես եմ։ Երեք զանգերեիր համարդ մնացել էր մոտս։ Հետո։ Հետդ կարևոր բան կա խոսալու, հեռախոսով չեմ կարա ասեմ։ Հիմա ինչ ա եղել։ Հայք, Սոնային ա վերաբերվում։ Եթե կարևոր չլիներ, չէի զանգեի։ Լավ, հեսա հասցե ուղարկեմ Արիստեղ։
ես ամենաշատը չեմ ուզում ձեր ընտանիքի հետ հանդիպեմ, իսկ նենց է ստացվում, որ ինչ դուրս եմ եկել մենակ քո հետ եմ հանդիպում։ Վրամերեք տանը պատմությունայի մասին։ Այսինքն Ինձ թվում է ամեն ինչ վերջնական ավարտված չի, ինձ թվում է հաշտվելու են։ անհնար է չի կարող այդպես բան լինի։ Երեք ամբողջ իրիկուն Սոնան շատ վատ ա եղել։ Ու սենյակից դուրս չի եկել։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Հնարավոր է, որ Վրամը ուղղակի որոշում է կայացրել, իսկ այդ արդեն մեծ բան է։ Ուղղակի հիմա դու Վրամը հարմար առիթի եք սպասում, որ իրար ինչ-որ վնաս տաք։ Ու դու անցյալ անգամ ինձ ասացիր, որ եթե մոտենա քրոջդ, կճանաչի քեզ։ Ես արդեն վախենում եմ ձեր այս անվախությունից։ Ես շատ լավ հիշողություն ունեմ։ Ու լավ հիշում եմ, որ հորքուրից ու պապայի թեման հազիվ մարսեցինք։ Կարոյի ու Արփիի մայից հետո այդ գյուղում նենց լռություն էր, որ շներն էլ չէին հաչում։ Ես տեսել եմ տատիկիդ ու պապիկիդ տանջանքը։ Ու հիմա շատ եմ վախենում։ Գիտես, Վրամը իսկապես սիրում է քրոջդ։ Ու այդ իրանից չի։ Եթե ինքը սիրում է, հաստատ սենց հանգիստ չի հանձնվելու։ Ինչից ես ենթադրել, որ հաշտվել են։ Վրամը ասաց, որ եթե Սոնան հրաժարվի իր ընտանիքից ու Վրամը եթե մի բան ասում է, ուրեմն ինչ-որ բան գիտի։ Ահո։ Լավ բան չեղավ։ Փաստորեն դու չես խրատվում, հա, այսքան տարի նստելուց հետո նորից եկել ես Վրամի դուռը։ Ինչ գործ ունես Նարեի կողքը։ Հայկին ես եմ կանչել։ Ասելու բան ունեմ։ Դու գոնե պատկերացնում ես, որ ես հենց հիմա զանգեմ Վրամին կամ Սաքոին։ Ինչ։ Ինչ պիտի լինի։ Չգիտես։ Ես մենակ մի բան գիտեմ, Արմո։ Որ դու տենց էլ չփոխվեցիր։ Այսքան ժամանակ է անցել։ Գոնե մի հարց քեզնով լուծել ես։ Քեզ ինչ հիշում եմ Վրամի անունն ես տալիս։ Մենակ դու ես դողում Վրամի անունը լսելուց։ Ինձ Վրամով չես վախացնի։ Հիմա չեմ կանգնելու քո առաջ արդարանամ, թե ինչի համար եմ եկել։ Իմ մոտ չէ։ Վրամի առաջ։ Վրամը շատ լավ գիտի ինձ որտեղ կարա գտնի։ Կարևորը դու քեզ գտնես այս կյանքում։ Ու կտրվի մի քիչ Վրամից։ Վրամից այն կողմ էլ կյանք կա։ Լավ, Հայկ, խնդրում եմ, դու հիմա գնա, մենք հետո կխոսենք։ Այսինքն Ինչ այսինքն։ Չլսեցիր ինչ եմ ասում։ Մի քիչ մեծացի։ Ամոթ։ Ինչ։ բացատրության եմ սպասում։